Ողջույն բոլորին։ Այսօր մի հետաքրքիր թեմայի մասին եմ ուզում խոսել։ Կա մոտիվացիա եւ կա կարգապահություն կամ դիսցիպլինա։ Երևի տեսած կնեք, լիքը ռիլսեր են պտտվում, նույն Instagram-ում, Facebook-ում եւ երևի թե այլ հարթակներում, որտեղ ասում են՝ մի եղեք մոտիվացված, այլ եղեք դիսցիպլինա, որպեսզի հասնեք արդյունքի։ Խոսքը կայանում է նրա մասին, երբ մենք ունենք մոտիվացիա, ինքը ինչպես արագ սկսում է, այնպես էլ արագ հանգչում է։ Իսկ երբ մենք ունենք դիսցիպլինա, կարգապահություն, անկախ նրանից մենք դա հավես ունենք, հավես չունենք, ունենք մոտիվացիա, չունենք, մենք դա անում ենք։ Ու որpեսզի մենք հասնենք որոշակի արդյունքի, մեզ միշտ պետք է հստակ գործողությունների շարք։ Այսինքն, եթե օրինակ ես ուզում եմ սովորել լավ անգլերեն, ես չեմ կարա ասենց ոգևորված կամ գրանցվեմ ինչ-որ դասի ու մի քանի օր հետո ես թողնեմ։ Բնականաբար դա կմնա առանց արդյունք։ Եվ հետևաբար ցանկացած գործընթաց, որpեսզի մենք հասնենք արդյունքի, այն պահանջում է կարգապահություն, այսինքն դիսցիպլինա։ Բնականաբար մոտիվացիան դա այն խթանիչ ուժն է, որ մեզ դրդելու է։ Ուղղակի շարունակաբար պահելու համար մեզ անպայման պետք է կարգապահություն, դիսցիպլինա, որը մենք պետք է ներդնենք մեր առօրյա կյանքը։ Դե ինչ, մաղթում եմ ձեզ լավ օր եւ փորձեք որոշակի կարգավորումներ ավելացնել ձեր կյանքի մեջ։ Լավ օր, հաջողություն։